այստեղից, էսի որ ճանապարհն էր տղերք։ Նավուր, չէ, նավուր բեր, հա։ Այստեղ ցուցանակն է եղել։ Սնունդներ սաղ մեջն է, նենա։ Ով գիտի խեղճի աշկը կպել է։ Կամ կողա ավտոյի տեխնիկական խնդիր եղածել լինի։ Նենա, հարվածի տեղայ պատի այս հարվածն է։ Բեժանյանը երևի գնաց Բերդի հիվանդանոց ուղեկցեց, հեսա կգա էլի։ Սնունդն էլ մեջն է։ Գոնե ուրիշ մեքենայով սնունդը հասցնեն Զորամաս։ Չի գալ ուրիշ մեքենա։ Հա, ասեն զինվորների սնունդը։ Էդ է կարևոր շուտ հասցնեն։ Առաջին հարկի, որ այս երևույթից արանը որպես ողտոտանա, արջևի հատվածը մխոչված է երթեղկանի մետաղի դարպասին, որ հետևանքով ծանրամասկորն է։ Ավտոմեքենան ձերն է։ Ձենը լսել եք ուսը։ Այդնալը պարի չեք ես։ Ձախ կոմի անիվն է, հա պրանքաց հետո։
զրոյով տոլնա չէ։ Արեստավորն է էլի։ Այսինքն ինքը նավուրից է գրել է։ Մայիսի 23-ն է, Տավուշի մարզ։ Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան Նավուրից դեպի Բերդ ընթանալիս դեռևս անայդ հանգամանքներում դուրս է եկել, երթևեկելի գոտուց կոտրել։ Ահա այս ցուցանակը Իջևան այգեպար ցուցանակը, ապա առաջ ընթացել բախվել բնակչի սեփական տան մոտ 2 մետր բարձրություն ունեցող պատուհանների արանքի քարե հատվածին եւ ընկել կայանված վիճակում գտնվող VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Վթարի հետևանքով Mercedes Sprinter-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Բերդ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նրան առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ եւ փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիները նշում են, որ օպերատիվ է գործել Բերդի հիվանդանոցի շտաբօգնության բժիշկների երթապախումբը, սակայն վնասվածքները կյանքին անհամատեղելի են եղել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս պահին բարեկները տարածքը սահմանազատել են, տեղում արդեն աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի, Տավուշի մարզային քննչական վարչության, Բերդի քննչական բաժնի քննիչները, տեղում է եղել վարչության պետը, Բերդի քննչական բաժնի պետը, դեպքի փաստով էլ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում են, որ Mercedes Sprinter-ը զորամասեր սնունդ տեղափոխելիս է եղել եւ հերթական անգամ սնունդ տեղափոխելու ժամանակ տեղի ունեցել վթարը։ Բախման հետևանքով նաեւ կոտրվել է բնակչի տան առաջին հարկի երկաթե դարպասը, տեսնում եք։ Այս պահին էլ արդեն քննիչի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում վերամբարձ կողմը, հավանաբար, որպեսզի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխեն ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բարեկային ծառայությունն ու ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները պարզում են վարորդների 07-ի սեփականատիրոջ ինքնությունը, իմ տեղեկություններով 07-ը ինքը մասնագիտությամբ ներկարար արեստավոր է, նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, իր տունը չի եւ մեքենան կայանել է այստեղ։ Մահացածն էլ Mercedes Sprinter-ի վարորդն է, ով Երևանի Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ է։ Ահա, այս տեսնում եք այն հատվածը, որտեղ որ նոր այս ավտոմեքենան անցավ, այդ հատվածից է եկել Նավուրից դեպի Բերդ ընթանալիս։ Չի բացառում նաև, որ ավտոմեքենայի հետ հնարավոր է տեխնիկական խնդիրներ առաջացած լինեն։ Դրա համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում ավտոտեխնիկական։ Այն բանուրա է։
Ախր արգելակման տեղեր էլ չկա, Բեժանյան։ Արգելակման տեղեր էլ չկա, էլի չի բացառվում։ Չի բացառվում ինքնազգացողությունը վատացած լինի։ Բեժանյան, Լոբյանի հետ գնացիր հիվանդանոց, ինքը մնաց, դու եկար, էլի։ Հա։ Հա, նշանել, հա։ Mm-hmm.